ուզում ես անվճար մտնել Երևանի 10 ակումբներ եւ լիարժեք լիցքաթափվել, ձեռք բեր Անելիք բանկի եւ Boom ամսագրի համատեղ Boom Energy Visa Plastic Card։ Սիրի ինձ էլի ինչ կնի աղբերական։ Մենակ տղա եմ էլի արի ընկերություն անենք իրար հետ։ Համաձայն ես։ Ասում եմ չես կադամ այդ խանութներին դու ապրանք ալաչատկես։ Հիմա նա ինչ ենք անում, գնում ենք ձեր տուն, այդ փողը տալիս ես ինձ, ու ես ավելորդ քաշքշուկից պրծնում ենք, եղավ։ Իրանք այնքան ուներ, որ արդեն դուրս ենք գցում այդ փողը։ Ես էլ գողություն չեմ արել, գտել եմ։ Պապուն այսօր ընեց առևտուր արել, չես պատկերացնի։ Սմետանա արել, պանիր, կարագ, զեյթուն, չես պատկերացնի ինքան շոտ։ Գագ, արի գնանք էլի ապեր, ես քանի ժամա Մելոն մեզ է սպասում։ Հապեր, հիմա որ գնանք Մելոյի մոտ մեզ կմորթի համո։ Աբա ինչ անենք։ Հիմա ով գիտի մեզի գործից հանել է։ Համո, ես հիմա ապեր չեմ կարող գնամ Մելոյի մոտ։ Ով գիտի խմել ես իմ ինչեր եմ խոսացել ապեր։ Հալավ ինչքան ես նստենք։ Մեկը ուշ թե շուտ գնալու ենք, չէ՞։ Թռի տեսող։ Ապեր ինքն է։ Չբաց ես համ։ Բա ինչ անենք։ Սպասի ես կասեմ, դու ստե նստի։ Ինչ որ բան մտածել ես, Գագ։ Դե ասի վրնգի ստե էլի։ Ալեքսներ լարա։ Նույս կարագազին լարա։ Ուրան նույս կարագազին լծող։ Դեսվեցիր, տակությունը դիչավ։ Որ մի քիչ երկար մնար ավելի լավ կներ։ Ես գիտեմ պիտի էպիլյացիա անի։ Մենակ տնենք ոնց է իրա գործանում, ձեռներս բռնել են նուրբ շոյում էր ապեր, սենց իրա գործներ անում, սենց չգիտեմ գուրգուրում էր ապեր, այդ ինչ տիպ էր ախպեր։ Վայ վարուշ, քեզ հաստատ ընկերուհի ա պետք։ Մանավանդ որ հիվանդ եմ ելնում։ Լիր քո շրջապատում չկա մի հատ հարմար տեխնացու Վարուժիս համար։ Կմտածեմ։ Մտածելի Լիլ ջան, ցավը տանեմ։ Հա Գագո։ Ռշտուն ջան հասի ապեր, Մելոն համոյին պատերով է տալիս։ Որտեղ։ Մեր տանը, Մելոյի վերևի հարկում է Ռշտուն ջան։ Լավ, հեսա գամ։ Այն Մելոն համոյին ծխում է։ Բա Չեփլին ուր է։ Քեզ եմ հարցնում, ուր է Չեփլին։ Իրան հարցրու, ինձ ես հարցնում։ Իրար հետ չեք։ Կարելի ասել չէ։ Համախո։ Քեզ չասի արա, արի մեր տուն խոսանք քեզ հիշեցնեմ ինչ որ բաներ։ Բաղված եմ։ Ի։ Սրանն է գեր։ Ուրա Մելոն։ Համո ուրա Մելոն։ Համո Մելոն քեզ խփելա։ Չէ։ Բա ինչ ես սենց էշացած։ Ինչ ա եղել։ Դե, ախից է էլի։ Բա Մելոն ուրա։ Ինգելա Գագուի հետևից։ Ռշտուն ջան։ Արշտում։ Մելո որտեղ ես։ Ախպեր քեզ եդոք զանգեմ էլի։ Մելո բան չանես դրան։ Լսում ես։ Ախպերսի քեզ եդոք զանգեմ։
Հեսա տեսեք ոնց ենք սաղին կրում։ Մեր վաշտը առաջինն է լինելու։ Բայց սցենարը պետք։ Սցենարը եղածն ի՞նչ է։ Հեսա կզանգեմ տղեկին կասեմ, մի տեղից կճարենք ուղարկեն։ Դե երկերը գարիկը կգրի։ Այ մարդ այդ երկերը հեջ է, այդ երկերը ես էլ կարամ գրեմ։ Այստեղ կարևորը սցենարն է։ Բայց ում զանգենք։ Մխոին ապե, մխոն մեծ շրջապատ ունի։ Ճիշտ է ասում։ Մխո կյանք։ Հեռախոսիդ մեջ էլ ես տենց գրել։ Հավա ոնց։ Ապեր լսի, դու կարաս չէ ձեր բարբարով մի երկու հատ հմուր անես տենց համարտ։ Ոնց չեմ կարա։ Լսի իլա, ինչի դու ձեր բարբարով չես խոսում տնաշեն։ Մի քիչ խոսա, որ չմոռանաս, էլի չփակվես։ Ինքը Երևանում է մեծացել, դրա համար իրան երևանցու նման է պահում։ Կադորա կերտաս։ Հայ ներսուսեք, հա։ Յայլո։ Բարև բխո ապեր։ Ժանի դու ես։ Հա, կյանքս։ Կյանքս է ուները։ Դե դու գիտես ես քեզ ինչքան եմ սիրում, դրա համար էլ տենց եմ ասում։ Արա ես ոչ չհասցնի քեզ տղա սարքեմը։ Ոչիշ լավ, մինասին կասեմ ինքը կանի է դաշանելի ու պատասխանատու գողը։ Հումորդ լավ սրվել է։ Լավ ընկալկեքս մի մաշացել է, ասա տենամ ինչ է լխեզակի։ Ապեր, մեզ կավենի սցենար է պետք։ Կարաս մի տեղից ճարես ուղարկես։ Խելավ էր այստեղի։ Արա սցենարի ես քեզ ուր դուշ ճարեմ ժանի արա։ Ասիր կցենք մորթում են ինձ եկեք հասեք հլը միտե կնայի հարմարալերինս կգայի չեդելի չեգա կամ կցենք ասիր թեմա եմ ունեցե չնես դուր թեման ուդերը չմ խուսım Իմ բոլոր թեմաներին հիմա մինասն է տեր կանգնում Մենակ կարաս կավենի սցենար ուղարկի էլի ուզում ենք մենք բոլոր վաշտերին կրած լինենք Մարտավարությամբ կրեք արա ոչ թե այդպես բաներով Լավ էլի ապեր Լավ դե հերիքա հարաչես կտենամ տղեկից ու մոտ կա սցենար կասեմ կղրգեն Ապրես մխո ջան Դավայ շատ մի խոսա ես այնքան ես խոսալու ինձ ստե արդեն տուգան են արա Մի վախեցիք, ման չմենը Լսերումն ինչ կենես Կագուն է գավ, խաբար կենես Ունպես խաբար կենես, որ ինքի չհասկնա որ տունզի խաբար ես էրի հասկցար Լավ դե հիմա խմելը մի բան է բրդցրել է ինչ ես ընկե հետևից Դո այլի հասկցան, կար ներողություն խնդրեր կներեի Հերիք ջորդի գերել է, մի հատ էլ Արև Շաջյանի մոտ փափուկ խաղալիք կղրգի ինձի խայդարակ կենե Դες բան էլ է արել Նախաբար չէ ինչ պիտի սառցնեմ Մս Հարևին հետ թողել էստեղ յանում չիդեմ ինչ Հասկցար, չէ ինչ պիտենես Հա Վերջացավ Դե Կարելի է պարոն Արևշակյան Արի Բարև ախպերես Ինձ ձեր ընկերն է ասել որ գամ ձեր մոտ Ախրանիկի համար Դե մոտ արի նստի ախպերես լտենանկելը ոնց էր անունդ Մկրտիչ Մկրտիչ ջան իսկ դու ախրանիկ աշխատելու փորձ ունես Ունեմ, իհարկե ունեմ, ես ունեմ աշխատանքային մեծ փորձ, պահպանել եմ բազում մարդկանց ու հլը այսքան ժամանակ տես դեպք չի եղել, որ իմ շեֆերից մեկին խփեն։ Դե եղել է, որ խփել են, բայց մահացու չի եղել։ Իսկ որ խփում էին, դու այդ ժամանակ ինչ էիր անում։ Դե ճիշտն ասած, ես տեսա, որ հերվից այդ պուլյան գալիս է, ասես միջև վազա, որ սենց հասնեմ, չասցրի դոշտամ էլի։ Հա։ Բա հիմա ոնց ենք անելու։ Միշտի կողքս ֆրֆրած թե ոնց։ Դե основно ես սիրում եմ իմ օբյեկտին հերվից հսկեմ։ Դե եթե ցանկություն կա, կարամ մոտիկ լինեմ, ոչ մի խնդիր։ Ապեր ջան, ես մեծ ցանկություն ունեմ, որ դու միշտ իմ մոտ լինես։ Ինձ մոտիկ եղի, որ անդուր մարդիկ չկարողան ինձ մոտիկ ան։ Եղավ ախպերես։ Դե դա արդեն պարզ է։ Ահա։ Դե հիմա մենք երբանից ենք իրար հետ սկսում աշխատել։ Երբ ասեք։ Յո։ Դե հենց այսօրվանից էլ կարանք աշխատենք։ Փորձնական։ Մենք լտենանք ինչը ոնց է, որ կարողանանք հետոն հասկանանք ինչ ենք անում։ Հարց չկա։ Մեկ էլ մի բան։ Ինձ ասեք ձեզ ինչպես դիմեմ, ազգանունով թե շեֆով։ Միանշանակ ազգանունով։ Եղավ շեֆ ջան։ Հիմա մի հատ փողվեմ բրթուճ ուտեմ գամ էլի, հա։ Հա, դե փողվի։
Պետքա ձեզ ինչ-որ բանման բերեմ դրսից։ Չէ, ինձ ոչ մի բան է պետք չի։ Դե հիմա մարդ ես, հիմա կարող է սիրտդ մի բան ուզի ասի, չասեմ։ Ախպերս հարցրեցիր, ասում եմ, ոչ մի բան չեմ ուզում։ Բոգվի, գնա ու բրդուճի կեր։ Հաստատ ոչ մի բան պետք չի։ Այ ախպեր ասում գնա էլի յա։ Եղավ շեֆ ջան։ Արա շեֆ ջան չէ։ Լսում եմ պարոն Արևշատյան ջան։ Եղավ պարոն Արևշատյան ջան, եղավ։ Ապեր։ Այ մերեմ ջանի, տեսում էիր ուղարկել։ Դու այդ ցավտան սակարամարտ պաշտպանի։ Հաստատ լավն է։ Արա մերնեմ ջան, սրա վրա սկի մկանի փրթիկ չկա։ Սա ոնց կարա լավը լինի։ Լավ, հավատում եմ։ Դե թող այսօր մի հատ աշխատի տենանք ոնց է ինչա, հետո երեկոն իրար հետ կապվենք։ Դավայ ախպերս։ Լավ ցավը տանը։ Իշուգում, թե ասենք սեթից ձևեր ես ենում։ Մխո դու լավ ընկալեցիր իմ հարցը ու լավ ընկալած ունես, որ ես կյանքում չջոգել չունեմ։ Հիմա ինձ ասա բացատրի, ինչը չպլախիկի մեջ քո դուրը չի գալի, որ չես թողում իրենչոյի հետ չփվի։ Դու սերը, ես ինչի չպլախիկին նոր եմ ճանաչում կարմիտ։ Մխո, չպլեն լուրջ նպատակներով ա ուզում իրենչոյին։ Եթե չպլեն լուրջ նպատակներով չուզեր իրենչոյին, առաջինը ես իրան անկյուն կկանգնացնեմ։ Կարմիտ, չպլախիկը ունի կենսագրություն։ Ու այդ կենսագրության մեջ սաղ աղջինյակեները, ոնց նայեմ ես աղջինյակին, ինքը ավելի քիչ կա իրա կենսագրության մեջ, քան աղջինյակները։ Դե գերումների մեջ ա եղե տղեն։ Մեջերի։ Դե գերումներ չէին ասում դրան ախպեր։ Հələ դու գիտես այդ բառը։ Մխոլավ արի չշեղվենք ապեր։ Տղեն այդ աղջիկների հետ շփվելու ընթացքում չի գտել են մեկին, ում հետ կարա կյանք կապի։ Հիմա ինչ կա, թե որ։ Հիմա գտավ։ Հա։ Հələ թերգի է, դու էլ քու ասած ինչ ես հավատում։ Իմ ասածին հա, բայց չպլեին այդքան էլ չէ։ Բա տենում ես։ Ապեր ես իրենչոյին տենում եմ չպլախիկի կողքին։ Հələ կարմիտ, ես իր աղբերնյակն եմ չեմ տենում, դու ուրդուց ուրդի այդ ոնց տեսարերը։ Թերգի այդ թեման, այդ թեմատիկայով էլ չենք խոսում, փակվավետի։ Ես որպես ընկերնյակ կարամ ընդունեմ չպլեին միշտ, բայց որպես մեզ փեսա, ես իրան չեմ տենում, չեմ պատկերցնում։ Ատենց։ Չպլե արի։ Ստի է։ Հա։ Չպլե։ Մի խոսքով ախպեր։ Մխոն ասում է, որ թույլ չի տալու, որ դու ու իրենչոն ընկերություն անեք։ Ոնց թույլ։ Արա սպասի ավարտեմ էլի։ Ավարտի։ Հիմա դու ոնց ես նայում դրան։ Եթե իրեն ուզում այն հետ շփվի, մխոն ոնց կարա թույլ չտա։ Իրեն աղջինյակը, միտե իրը ուզել է ասնավանի չի։ Ապեր չէ, իր ասածը կարար միտե ասնավանի չլիներ, բայց ուզածը ասնավանի է։ Հա որ։ Այ միշելով տենց էր ախպեր։ Հələ սպասի զանգեմ նիֆնիֆին հարցնեմ։ Բարև նիֆնիֆ ախպեր։ Նիֆնիֆ ախպեր, մի հատ բան հարցնեմ, էլի։ Ասենք գիտենք, որ աղջկա ասածը երբեմն անասնավանի է։ Ուզում եմ իմանամ, ուզելը ոնց է։ Ուզելն էլ կարա անասնավանու տակ անցնի, լավ ախպերս, լավ։ Ասում է կարա լինի։ Հələ բայց դե իրենչուն չի հասկանում ինչ է անում։ Ոնց կարա չհասկանա, հասուն աղջիկ է։ Հետո չպլի հասուն աղջինյակը հեշ կապ չունի ստե։ Ես դեմ եմ ձեր հարաբերությունների, ես չեմ ուզում ընկերություն անեք իրար հետ, վсё։ Եղավ ախպեր։ Եղավ ո՞րն է, հենց թակում բդի ընկերություն անեք։ Բաց եկեք։ Չէ։ Այդ ուրիշ բան։ Ով է։ Привет, երեխեք։ Բարև Կարմեն։ Ես դու ստեղած, խզայների չես պատասխանում։ Լավ էլի Կարմեն, ինչի ես եկել։ Ես ինչ աղալ սիրան։ Կարոտից է։ Ասենք որ աղջինյակները մի քիչ ուշանում են, արդեն սենց է սկսում իրեն պահել, դեպրեսիայի մեջ են գնում։
Ճիշտ է։ Գնացինք։ Էդի ինադու արեց, որ քեզ ներվայնացնի։ Երեդի թերի է։ Դե ոչ մի արդարացում չեմ տենում ես։ Մեկը ես դեմ եմ, որ իրանք իրար հետ լեն ու որոշումը Արի ապեր։ Ամեն ինչ նորմալ է։ Հա, բայց ինչի պետք է նորմալ չլիներ։ Մելոն քեզ բան չի ասել, համ։ Չէ։ Որ ջղայնացած մտավներս քեզ բան չասեց, չտվեց քեզ պատերով։ Չէ, դե խոսացի, անցավ գնաց էլի։ Բա ինչ եք խոսացել։ Դե իմ ու քո փոխարեն ներողություն խնդրեցի, գնաց։ Հա։ Ու ինքը տենց հեշտությամբ ներեց մեզ, հա։ Դե տենց մի քիչ նկատողություն բան տվեց ու գնաց էլի։ Բա ինձանից չհարցրեց։ Հարցրեց ապեր։ Ասցի խանութ է գնացել Գագուն։ Գագ, բայց դու հեչ լավ բան չարեցիր ապեր, ամոթ քեզ։ Արա ընկերոջդ մենակ թողեցիր ու թռա։ Համո ջան։ Չգեր, ես գիտեի համո, որ ինքը քեզ բան չի անի, դրա համար եմ գնացել։ Ես քո համար եմ գնացել, ցավդ տանը։ Եթե ես մնայի, չէ՞, ինքը ինձ կսատկացներ, դու կմնայիր մենակ։ Ապեր անկեղծ եմ ասում, էլի հավատա ինձ, մեռնեմ ջանիդ։ Հավատում եմ Գագու ջան, հավատում եմ ապեր։ Դե լավ, դու սպասի գնամ հացմած բերեմ, սոված կնես ապեր։ Մերսի, որ ինձ հասկանում ես, համո ջան։ Լույն ասել ես, որ եկել եմ, հա։ Հա, արա։ Ապեր, բայց դու ինչ սովորիչի մեկը դուրս եկար Գագու։ Ինչի ինձ թողեցիր տունը դու մենակ թռար ապեր։ Իմանալով, որ Մելոնից պատերով կտա։ Չգեր ջան, ես չէի ուզում ապեր։ Անկախ ինձանից ստացվեց համու։ Մելոն ինձ ասել էր, որ հենց տուն գաս, զանգեմ իրան ասեմ։ Ասելու ես։ Հա ապեր։ Ես ոնց կարամ նստեմ, նայեմ, թե Մելոն քեզ ոնց է պատերով տալիս Գագու։ Ապրես չգեր ջան։ Դու համու իսկական ընկերես, հենց նոր դու այդ ապացուցեցիր։ Ես միշտ էլ այդ ապացուցել եմ, ապեր։ Ճիշտ է համու ջան։ Ես մտածել եմ ինչ կանենք համու ջան։ Հեսա մի հատ սպագետի կսարքենք, դե գիտես Մելոն շատ է սպագետի սիրում։ Կտանես կտաս Մելոին, որ կերավ կշտացավ, ջղայնությունը միանգամից կանցնի, փուքսներ կթողի միանգամից։ Հա որ։ Հա բա ոնց։ Հենց նրա փորը կուշտ եղավ, սաղ կմոռանա։ Մարգարիտա ջան, վրեժը տան դիմաց սառել կպել է աթոռին, հացադուլ է անում, ինչ անում, չեմ հասկանում, ձեն եմ տալիս, ձեն չի հանում։ Ոնց, ընդհանրապես ոչ մի ձեն չի հանում։ Ոչ մի ձեն, վախենում եմ մեռնի։ Ախր, որ վրամը իմանա ներս ենք թողել, կջղայնանա է։ Դե գոնե շանը բաց թողեմ, թող գզի։ Մեղկա, տենց տանջվում է։ Չէ, ներս բեր, թող մի քիչ տաքանա, հետո տաքսիով տուն կուղարկես, հա։ Բա որ պարոն Արևշատյանը իմանա։ Չի իմանա։ Հաստատ։ Սրբուհի, բա ինչ անենք, թողնենք սառի, եթե մի բան լինի, հետո էլ վրամիս է մեղադրելու։ Թաղի երեխեքին ասեմ, թող քարերով լարեն։ Չէ, գնա ներս բեր, տաք թեյ դուր թող խմի, հետո կճանապարհես տուն։ Ոնց կասես, Մարգարիտա ջան։ Այ ջան, ախպեր կերեք, բա ոնց։ Դուք որ չուտեք, բա ով ուտի։ Հա մեռնեմ ձեր ջանին։ Կերեք, լավ կերեք, այդ լավ բթվեք, հա։ Ձեր ջանին մեռնեմ։ Ախպեր գիտեք, չէ՞ որ ուտելը ձեզ շատ է զազում։
Այո, ճիշտ ես։ Այո, մենք կարանք ուտենք ու մարսենք։ Հաբավոս ծավը տարեմ։ Ահա, մերնեմ կյանքիդ։ Ինչ եմ անում։ Էջ, օֆիսում իմ համար ապահով նստած եմ։ Չէ, մենակ չեմ։ Եկը, մի հատ ախրանիկ են ուղարկել, կողքս սարի պես միշտ կանգնած է։ Այդ չես կարա մի քիչ հեռու կանգնես։ Իե։ Ամերնեմ քու կյանքին։ Ջան, դե ոնց որ ասում են, ձեզ բարի շորթում։ Դե դավայ ախպերս, դավայ ցավը տանեմ, հաջող ախպերս։ Այ ախպեր, ես դու պիտի սենց միշտ կողքս կանգնացել ես։ Ոնց ասեք։ Չես կարա դրսում սպասես։ Կլինի, ինչի չի լինի, ուղղակի առաջի օրն է, սենց մի քիչ լավ դրսևորեմ։ Հա, լավ եղավ։ Դե գնացինք։ Տունն ենք գնում։ Հա, տուն են գնում ու տուն գնալը այսօր մեր համար ամենակարևոր բանն է, որտեղ ճանապարհին մի հատ չաղ ուխտ առած գալիս միշտ, ու սենց ինձ զզվացնում է, հենց տեսանք դրան, չէ, ուրեմն դու գիտես ինչ ես անում։ Կտանեմ պատվալ բերանը կջարդեմ։ Այդ տղայի մկրտիչ, ոչ մի ջարդել, ուզում ես ինտերնետ կցեն խայտարական են ինձ։ Տղա ջան, ջարդել փշել չի լինում, ուրեմն հենց ռաստվեցինք, սիրուն ձևով բացատրում ես որը որից հետո է։ Հենց տեսա չափը անցնում է, նույն ժամանակ ջղային անաս, եղավ։ Բա որ շատ համը հանեց։ Այդ տղա որ շատ համը հանեց, սրբուց պատվալի բանանիկ վերցնես, եղավ։ Դեգո քաշվի։ Իա։ Արի։ Իա։ Ալո։ Գերվի ջան, ձեր պիցան ինչ եղավ։ Ըստ կես ժամ եք սեք 10 րոպեից։ Այ մարդ պետք չէ ձեր պիցան, ձեր հուսին էի մնացել։ Համո։ Համը։ Պատրաստ ապեր տար։ Վախ։ Տալեմ գամ մենք էլ ուտենք։ Տավայ համար տար։ Բա Մարգարիտան չասեց Արևշատյանը երբ է գալու։ Երբ ուզում է գա, մեկ այնքն է թողել որ ներս գաս։ Հա։ Հալուս ես չեմ հասկանում, հիմա դու ուզում ես որ Արևշատյանը գա քեզ տեղ տենա։ Ված չէր լինի, գիտես։ Վրեժ, դու սկի ամոթ չունես։ Անընդհատ վրեդ գոռում է, անպատվում է, հեչ վեճը չի։ Արևշատյանի անպատվել է խերա սրբույջը։ Բա այդ հացադուների թարգը երբ ես տալու։ Երբ որ ինձ աշխատանքի վերցնի։ Վրեժ, իսկականից հաց չես ուտում։ Դե, ամեն առավոտ մաման միացած ցելի մատնակաշի մեջ բրդուճ անում։ Էտա կիրածս է։ Արի մկրտիչ ջան, արի։ Արի տունը ցույց տա։ Լսի գիտես մկրտիչ ով է։ Ով է։ Լսի իրա թիկնապանա։ Արի ապեր։ Էս է մեր տունը, արի ախպերս, արի։ Էս մեր տունն է, էս մեր խո։ Արա։ Էս ով է սրան թող էստեղ։ Ով է թող է սրբի սավոր ներս մտնի, հե։ Մարգարիտան։ Մարգարիտան։ Դու լսի այդ տղա։ Դու կարող ես մեր տան դեմը նստել հացադուլ ես արի, հա արա։ Հա։ Սմոհարա։ Ինչ ես անիմաց դեմքից նայում։ Սան շուտ հավաքից տեղից տալ, դավայ։ Արագացրու։ Հելը։ Ձերդ քաշիա։ Ո՞նց ես խոսում ախրանիկից, դա լեզուդ կդրեմ։ Տաքսի դուս, դավայ։ Արագացրու։ Ախր պարոն Արևշատյան ջան, սենց որ շարունակվի ես սովից կմեռնեմ է։ Արա տար ասում սար, տար, արագացրու։ Տանեմ պատվար։ Դու ուր ուզում ես տար, ինչ ուզում ես արա, զզվսել արդեն։ Լավ էլի, պարոն Արևշատյան։ Ոչ մի լավ էլի, բանանի դուր։ Դուր։ Վերցրու, տար։ Պարոն Արևշատյան, լավ էլի, խնդրում եմ էլի, էլ չեմ անի։ Տար ասում եմ, մկրտիչ։ Դուրս ալ։ Ես քույնեն ռաստ գալիքը։
Վայ սրբույի, վայ։ Մարգարիտան ուրա։ Մարգարիտա։ Մարգարիտա։ Մտել ես լարա։ Դե դու ստորի գիտի։ Ռաբոշում ես ինչ ես անում։ Տանամոժում մեկ չտո բարձանում ես վերև, առաջատյանն ասում ես դրան լավ մշակեցի խրգեցի դու նեղավ ցավը տանը։ Առաջատյանը գլխի գալի կլը չգիտի։ Արա բայց որ ջոգիլայի ես ու դու հորքուրի տարեք ենք, լուրջը ասում երկուսից է կմորթի։ Հիմա գիտես այդ ինչ է նշանակում։ Այդ նշանակում որ դու շատ զգուշ լինենք ու շատ զգուշ աշխատենք։ Եղավ, պրոբլեմ չկա։ Դու ծածկվի չմաս։ Լսի հենց։ Բան իսկական տեխնապան ինչ արեցի Ռոպտիգար Արեշատյանի մոտ։ Դրան ղրգեցի ուրիշտեղ։ Ոչ մի սախ տոշնի է ցավոտանը։ Հիմա կարևորն է, որ մեր գործը սիրունցելով առաջ տանենք, էլի։ Դու պրոբլեմ չունես։ Լսի լավ, Արեշատյանից լավ կնայես, որտեվ իրանից է կախված մեր վաղվա լավ լինելը։ Ոնց է կնա, բայց դու շատ դիպես։ Полиция разыскивает мальтеса, сбежавшего сегодня из тюрьмы. Կարելի է։ Вообще-то չի կարելի, բայց որ եկի ասել ես։ Ու լավ որ հիշեցիր մեզի։ Կարոտել եմ քեզ մեն։ Հա։ Եսեք ուզեի պսակվեի արդեն, գիտես, չէ։ Չես պսակվել, չէ։ Չես կնասես։ Մոռացել ես, որ ես տնօրենուհի ունեի շատ սիրուն, սիրած։ Դու ոչ մի սիրածել չունես։ Ճիշտ ես, հա, դիգել ես ճիշտ է։ Լսես, եթե մի նեսեր տաս ու տեսնիս, որ տնօրենուհիս նես այդպես բազմած է։ Չեմ հավատում։ Որ հավատա թող նեսեր տա։ Անդադ ուզում էի գայ, ուղղակի չէի կարա։ Դե մաման հիվանդ էր, պետք է իր կողքը լինեի, հասկանում ես։ Երևի դիգեր պատճառով մինչև մի ամեն ինչի վերջը չի եղել։ Իմ Մելո ջան, իմ գժուկ ջան, չես պատկերացնի ինչքան բանն եմ քեզ պատմելու մեր։ Ինչ եղավ։ Ինչ ասենք կոք։ Если в следующий раз застану тебя спящим, убью. Մամջան, եկեք ինձ դուս տարեք։ Դուք եք նորա կոչիկների գլխին սարքել։ Ու համապատասխան ձևով պատժի բոլոր մորիսները։ Օփլը, ես տանը մոտիկ չգաս։ Արա, ջան, ասում եմ չեմ թողում մտնես։ Նոր մխոնը իր անկերները մկրտիչին զորով նստացրին մեքենա ու տարան։ Մկրտիչի։ Impossible, 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 impossible. Ուզում ես անվճար մտնել Երևանի 10 ակումբներ եւ լիարժեք լիցքաթափվել, ձեռք բեր Անելիք բանկի եւ Boom ամսագրի համատեղ Boom Energy Visa Plastic Card։